խոսակցությունը տեղին չէ։ Ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիա աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայություն։ Ժորժ ջան, եկեք ով հարց չի տվել, տվել եք, համեցեք։ Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի ունեք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Ոչ տեղյակ չեմ։ Այո։ Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք ոչ մարտական պայմաններում ու թերորդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում ցավոք սրտի, գիտեք, ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Սպայական կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական պայմաններում։ Սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ։ Պարոն վարչապետ, Ռուսաստանի նախագահի Բաղդեն եմ ես բրիֆինգ ունենալու դուք ելն տեղի դրվում։ Հիմնադիրները մեծ խոսում են ողջունական կառավարությունը ստեղծել վարչապետներին եւ այլն, հետո եկան եւ մանդատները վերցրեցին։ Ինչպեսի աշխատանքները պատերազմում են։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել, գնանք աշխատենք Երևան, կանխատեսում չանք։ Պարոն Փաշինյան, շատ լավ։